Փաշինյանը արդյոք փալյուն է կառավարել եւ կարծում եք ժողովրդական այսպես ընդվզում չի լինելու միջև ընտրությունների դեմ եւ պահանջ, որ նա հրաժարական տա։ Ես վստահ եմ նաեւ դուք որպես լրագրող առնվազն ձեր գործունեության ընթացքում ականատես եք եղել վերջի երկու անգամը համապետական արդար ընտրությունների, որով Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ մենք այլ կերպ այլևս չենք պատկերացնում Հայաստանում, որ ընտրությունները կկեղծվեն եւ ընտրություններով եկած արդար ընտրություններով իշխանության եկած ուժը առնվազն կարող է փոխվել ժողովրդի կողմից հաջորդ ընտրություններով, եթե ժողովուրդը ունի վերապահում այդ իշխանության կառավարման նկատմամբ եւ հետեւաբար ձեզ պետք է հիշեցնեմ, որ 2026 թվականին լինելու են ընտրություններ։ Մինչև ընտրություններ հնարավոր է այնպիսի անդառնալի գործընթացներ տեղ ունենան Հայաստանի համար, որ պետք է Փաշինյանին շուտ հեռացնել։ Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դրամաբանություն եւ լրջություն չեմ տեսնում։ Կարծում եք փողոցային պայքարով Փաշինյանին չի հաջողվի հեռացնել։ Ինչու՞։ Շատ բարձ պատճառով։ Որովհետև ընդդիմադիր քաղաքական դաշտը, որոնց դուք այսօր տեսնում եք, նպատակները ազնիվ չեն եւ նպատակները պարզապես ազնիվ չեն, որովհետև նաեւ սպասարկում են այլ կենտրոնների շահեր եւ իրենց նպատակը միայն պարզապես իշխանության գալն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության արչեւ ծառացած մարտահրավերները իրենց մտահոգում են։ Դրանք այս մարտահրավերները պարզապես միջոց են բոլոր այն քաղաքական ուժերի, ովքեր այսօր փորձում են ընդվզել ներկա իշխանությունների դեմ։ Այսինքն իրենք այս երկրում են ապրում, իրենց չի մտահոգում Հայաստանի ապագա, միայն իշխանությանն է հետաքրքրում։ Այո։